Բարև ձեզ, դուք դիտում եք հրապարակումը, թե ինչ ենք պատմելու այս հաղորդմանը, նախ կարճ մի քանի տողով։ Տարիներ շարունակ վթարային պայմաններում գործող աշտարակի ամենամեծ դպրոցը շուտով նոր շենք ունենա։ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում այստեղ կառուցվում է ժամանակակից կրթահամալիր ավելի քան 4 միլիարդ դրամ ներդրմամբ։ Գրավի սերտիֆիկատներից մինչև իրական մասնագիտական պատասխանատվություն, ֆիթնես ոլորտում խաղի կանոնները փոխվում են, առողջ ապրելակերպ անվտանգ չափանիշներով, կառավարությունը մարզիչների համար ներդնում է հավաստագրման ինստիտուտ։ Նոր տեղեկատվական կենտրոններ արգելոց թանգարանների տարածքում, պատմամշակութային վայրերը հանրահռչակելուց բացի, զբոսաշրջիկների համար ստեղծվում են հարմար պայմաններ, թանգարանների աշխատակիցների աշխատանքային պայմանները բարելավում են։ Եվ մեկ սարքավորումից միլիոնավոր տուփերի արտադրություն արտահանում, հայկական տպագրական ընկերությունը զարգացման նոր փուլում է, պետական աջակցության ծրագրերը նպաստում են տեղական արտադրության ընդլայնմանը։ Աշտարակի ամենամեծ դպրոցը նոր շենք ունենա։ Կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրով կառուցվում է ժամանակակից, սեյսմակայուն, ավելի քան 1000 աշակերտի համար նախատեսված նոր կրթահամալիր, լաբորատորիաներ, մարզադաշտ, ներառական միջավայր, կանաչապատ տարածք։ Այսպիսի պայմանները մանկավարժների ու աշակերտների համար երազանք էր, որը իրականություն է դառնում։ Կրթահամալիրի կառուցման համար ավելի քան 4 միլիարդ դրամ է ներդրվել, նախատեսված է շինարարությունն ավարտել 2027-ին։ Մի դասարանի տարածք է սա իրականում։ Այսինքն դուք ամեն ինչ հարմարեցնում եք։ Հարմարեցնում ենք, ինչպես սա էլ ենք հարմարեցրել։ Աշտարակի ամենամեծ դպրոցում պայմաններն այնքան սուղ են, տարածքը սահմանափակ, որ ոչ միայն դասասենյակն են հարմարեցրել որպես ֆիզկուլտուրայի դահլիճ, այլև անգամ կաթսայատունն են օգտագործում որպես դասասենյակ։ Շենքը կառուցվել է 1962 թվականին, սկզբում դպրոցն է տեղավորվել, հետո այստեղ ուսումնարան է գործել։ 1989-ից դարձյալ որպես դպրոցի հասցե է, բայց կառույցը դեռ այն ժամանակ անմխիթար վիճակում էր։ Երկու մասնաշենքը քանդվել է, որովհետև սեյսմակայուն չէին, խիստ վտանգավոր էր երեխաների գործունեության համար։ Մեկը ճաշարանն էր, մյուսը մարզադահլիճը։ Եվ դպրոցը մարզադահլիճ չի ունեցել առաջին իսկ օրվանից, եւ հիմնականում ֆիզկուլտուրայի դասերը անցկացնում ենք բակում, բնության տված հնարավորություններից ենք օգտվում։ 600 աշակերտ է սովորում աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում, որ գոնե ինչ-որ չափով կարողանան բարելավել պայմանները, տարվա ընթացքում մի քանի անգամ կոսմետիկ նորոգումներ են իրականացնում, սակայն ապարդյուն, վթարային դպրոցի խնդիրները կրկին գլուխ են բարձրացնում։ Ճաքած մեծ հատվածներ ունենք, որոնք հենց վտանգավոր են, աստիճանավանդակների հատվածում ճաքեր կան, մենք վերահսկում ենք, որ մեծ կուտակումներ չլինեն միջանցքներում, պարբերաբար հետևում ենք հերթապահությունների միջոցով, որպեսզի այդ կուտակումները չառաջանան, որտեղ անհանգստություններ այնուամենայնիվ ունենք։ Անհամբեր սպասում են, թե երբ են վերջապես նոր դպրոց ունենալու։ 1.5 տարի է հին դպրոցին կից հսկայական կառույց է վերխոյանում։ Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի նոր հասցեն է լինելու։ Եռահարկ 4 մասնաշենք է կառուցվում 5400 քառակուսի մետր մակերեսով։ Սա 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի ամենամեծ դպրոցներից մեկն է եւ ամենաթանկարժեքը։ Պետական բյուջեից կծախսվի ավելի քան 4 միլիարդ դրամ։ Կառույցը մոնոլիթ երկաթբետոնե կառույց է 4 մասնաշենքով, այս պահին 2 մասնաշենքերը արդեն իսկ տանիքային աշխատանքներն են ընթացքի մեջ, զուգահեռ սկսվել են ներքին եւ արտաքին հարդարման աշխատանքները։ Դպրոցը նախատեսված է 9 եւ ավել բալ սեյսմակայունությամբ, ֆուտբոլի եւ բասկետբոլի մարզադաշտեր են լինելու, լաբորատորիաներ են լինելու հագեցած իրենց գույքերով։ Մինչ այդ բազմիցս դիմել ենք, ընդհանուր մինչև նախագահներին նամակներ հղելով եւ այլն, բայց դպրոցը անտեսված էր մնում եւ վերջապես մեր երազանքը պիտի իրականություն դառնա։ Մանկավարժների ու աշակերտների երազանքի դպրոցը կունենա բոլոր հարմարությունները, դասասենյակներն ընդարձակ ու լուսավոր կլինեն, ժամանակակից դպրոցին համապատասխան բոլոր պայմաններով։ Վերջապես մարզադահլիճ կունենան, հանդիսությունների առանձին դահլիճ, շենքը հարմարեցված կլինի նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին։ 45 տարվա շինարարի փորձ ունեցող ինժեները դպրոցի ամենակարևոր առանձնահատկությունը համարում է ամրությունն ու երկարակեցությունը։ Տարածքը թեք է, այն մասերում իջել ենք 4.60 մինչև 0-ից ներքև։
ու իջել ենք այնպիսի գրունտներ, որ երբ որ մաքուր տուֆ էր ամբողջ հատակը։ Հիմքի ամրության առաջի գրավականն է դա։ Դպրոցը նախատեսված է 1000 աշակերտի համար։ Մոտակայքում ապրողներն այլևս ստիպված չեն լինի երեխաներին տանել հեռու թաղամասերի կամ մոտակա գյուղերի դպրոցներ։ Նախատեսում են շին աշխատանքներն ավարտել 2027-ի տարեվերջին, մինչև այդ կքանդեն նաև հին կառույցը, տեղում ֆուտբոլի ու բասկետբոլի մարզադաշտեր կլինեն։ Դպրոցը նաև կանաչապատ մեծ տարածք կունենա, պտղատու ծառերով հարուստ այգի։ Առողջ ապրելակերպը, գեղեցիկ կազմվածքն ու ակտիվարորյան այսօր շատերի համար արդեն պարզապես ցանկություն չեն, այլ կենսակերպ։ Մարզասրահներն ու ֆիթնես ծառայությունները մեծ պահանջարկ ունեն, բայց գունեղ գովազդների հետևում հաճախ նաև ռիսկեր կան։ Առանց բավարար գիտելիքի ու մասնագիտական պատրաստվածության մարզիչները կարող են ոչ թե օգնել, այլ վնասել մարդկանց առողջությունը։ Խնդիրը կարգավորելու համար կառավարությունը ոլորտում սահմանում է նոր կանոններ։ Այսուհետև ֆիթնես մարզիչները պետք է անցնեն պարտադիր հավաստագրում, համապատասխանեն կրթական ու մասնագիտական չափանիշներին։ Գեղեցիկ կազմվածք, ցանկալի մարզավիճակ, վերջին տարիների ակնհայտ տենդենսներից է առողջ եւ ակտիվ ապրելու մղումն ավելի շատ մարդկանց համար է դառնում կենսակերպ, պահանջարկին ընդառաջել ամենատարբեր հարթակներում միշտ թեժ են մնում ու պարբերաբար թարմացվում գրավիչ առաջարկները։ Գովազդային գունեղ ու գայթակղիչ բազմազանության չերևացող կողմում սակայն հաճախ մեծ ռիսկեր են թաքնված։ Երբ ֆիթնես մարզիչ հռչակվելը շատերի համար օրերի հարց է, սերտիֆիկատ ստանալն էլ ուզած պահին արագ եւ դյուրին արկախված է մնում ամենակարևոր հարցը։ Մարզասրահներում ում է վստահվում մարմինն ու առողջությունը։ Մի քիչ մեզ մտածելու տեղ է տալիս միջազգային սերտիֆիկատ կամ առողջ ապրելակերպի սերտիֆիկատ, որ լիստ EM-ում կամ մեկ ավելի հետաքրքիր բան, կա Black Friday, զեղչ, սերտիֆիկատը 400,000 ունեցել է առաջին իր արժեքը, միանգամից զեղչվում է 200,000։ Դա Որակավորում չունեցող ինքնակոչ մարզիչների պակաս ոլորտում չկա, գործի մասնագետները ցավով են խոսում երևույթի մասին։ Եվ ամենամտահոգողն այն է, որ նրանց գործունեությունը շատ դեպքերում չի մնում անհետևանք։ Մարդիկ գնում են ավելի լավ ինքնազգացողության հետևից, նոր խնդիրներ ձեռք բերում սակայն։ Շատ վատ դեպքեր եմ հանդիպել հաճախորդների, որ վնասվածքներով գալիս են եւ բողոքում են տարբեր մարզիչներից։ Մարզիչ դառնալը շատ դժվար է, պատկերացումով շատ հեշտանում է։ Կարող ես լավ մարզիկ լինել, բայց լավ մարզիչ չես կարող լինես, որովհետև դա պետք է ուսուցանել, քո գիտելիքը մատուցել, ճիշտ մատուցել։ Մի քիչ ավելի հեշտ փող աշխատելու ձև են մարդիկ տեսնում, բայց այդպես չպետք է լինի։ Մինչև այժմ չեն եղել իրավական հիմքեր, որ թույլ կտային դաշտը վերահսկել, պատասխանատվության ենթարկել ոչ կոմպետենտ մասնագետներին։ Հիմա խաղի կանոնները փոխվում են, ոլորտը համակարգող գերատեսչությունը հավաստագրման նոր կարգ է սահմանել, որը նոր պարտադիր պահանջներ է բերում օրակարգ իրավիճակը շտկելու եւ ֆիթնես մարզիչների մասնագիտական համապատասխանության գնահատման գործընթացը կարգավորելու։ Դաշտն անվերահսկելի էր բացարձակորեն, ընդհանուր հավաքական պատկեր ունենալուց հետո նախաձեռնել ենք կարգավորել դաշտը, վերահսկողություն պիտի սահմանենք ֆիթնես գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդեպ անկախ սեփականության ձևից։ Այսուհետև մարզիչները պետք է համապատասխանեն սահմանված կոնկրետ մասնագիտական պահանջների հավաստագիր ստանալու համար։ Հավաստագրման համար կարող են դիմել մասնագիտական բարձրագույն կրթություն, հարակից ոլորտների միջին մասնագիտական կրթություն եւ համապատասխան վերապատրաստման վկայական ունեցողները, նաեւ ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող մարզիչները, մասնագիտական կրթություն չունեցողների համար պարտադիր կլինի վերապատրաստումը։ Ամենայն հարգանքով բոլոր եւ միջազգային եւ տեղական գործընկերների ծավալած գործունեությանը դաշտը իսկապես մաքրման կարիք ունի, այսինքն մենք ունենք իրականություն, որը նաև այո կասկածի տեղիք է տալիս, որ տրված հավաստագրերը չեն համապատասխանել այն պահանջներին, ինչը որ մենք այսօր ենք դրել, եւ զուգահեռաբար ստացվում է այո բոլորը պիտի անցնեն հավաստագրման այս կարգով։ Բացառությամբ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թողարկած մասնագետների, որովհետեւ նրանք արդեն մասնագիտական բարձրագույն կրթություն ստանում են բուհում։ Վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ցանկը հասանելի կլինի նախարարության կայքում։ Հավակնորդները պետք է ունենան պրոֆեսիոնալ մասնագետների թիմ, դասավանդվող պարտադիր թեմաներ, սկսած անատոմիայից մինչև սննդաբանություն, վնասվածքաբանություն։ 2016-ից մարզիչների վերապատրաստմամբ զբաղվող Հայաստանի Նատուրալ Բոդիբիլդինգի ֆեդերացիան միացել է ծրագրին։ Մենք ունենք ստանդարտ պրոտոկոլ։ Մենք իրավունք չունենք մի բժիշկ կամ երկու բժիշկ հեռավիրենք եւ սաղ թեմաները մի բժիշկ կարդա լեկցիա։ Տրեյների կուրսը պետք է 8-ից 10 հոգի մասնագետ, որ կարողանա 3-4 ամսվա ընթացքում նորմալ այդ ամեն ինչը արդեն սովորացնեն մեր տրեյներներին։
Վերապատրաստման վկայական կստանան գիտելիքների ստուգման նվազագույն շեմը հաղթահարած մասնակիցները, որից հետո միայն կարող են դիմել նախարարություն հավաստագիր ստանալու 5 տարի ժամկետով դիմումները կընդունվեն էլեկտրոնային եղանակով։ Զբոսաշրջիկի առաջին տպավորությունը հաճախ սկսվում է ոչ թե տեսարժան վայրից, այլ ճիշտ ընդունելությունից, մատուցված տեղեկատվությունից ու հենց այդ նպատակով Հայաստանի զբոսաշրջային որոշ ուղղություններում ստեղծվում են նոր տեղեկատվական մոդուլային կենտրոններ։ Արգելոց թանգարաններից 4-ը արդեն ներառվել են ծրագրում, հյուրերին կընդունեն ավելի հարմար միջավայրում։ Միևնույն ժամանակ էականորեն փոխվում են պատմամշակութային այդ հասցեներում աշխատողների աշխատանքային պայմանները։ Բջնիի միջնադարյան հզոր ամրոցի պատմական միջավայրում հայտնվելու մուտքի տոմս կարելի է գնել մի քանի քառակուսի մետրանոց այս թիթեղյա տնակից առայժմ։ Հետագայում լավ է լինելու հաստատ, տեսնում եք ինչ սիրուն շինություն ունենք, ամեն հարմարություններով։ Հարմարավետ մի քանի անգամ ավելի մեծ աշխատանքային տարածք կտեղափոխվեն, արդեն շուտով տեղեկատվական մոդուլային կենտրոնը գրեթե պատրաստ է ընդունել զբոսաշրջիկների։ Մեծ կարիք կա ենթակառուցվածքների համար, այցելուների խնդիրներ էր առաջանում, հիմա արդեն ավարտական փուլում է, ավարտից հետո բավականին մեծ հոսք է սպասվում։ Այցելուները ոչ միայն տոմսեր կգնեն այստեղից, այլև ցանկության դեպքում կկարողանան սրճել, թեյել, հուշանվերներ ձեռք բերել, օգտվել սանհանգույցներից։ Այսպիսի մոդուլային կենտրոններ են կառուցվում նաև Լոռի Բերդում, Զորաց Քարերում, Հին Խնձորեսկում։ Կառավարության նպատակը միայն հուշարձանները հանրահրճակելը չէ, փորձում են զբոսաշրջիկների համար ստեղծել ավելի հարմարավետ, ներկայանալի միջավայր, միաժամանակ բարելավել արգելոց թանգարանների աշխատակիցների աշխատանքային պայմանները։ Բնականաբար այս գործընթացը շարունակելի է լինելու եւ մենք նպատակ ունենք բոլոր այն հուշարձաններում, որտեղ որ մենք ունենք զբոսաշրջիկների մեծ հոսք եւ չունենք համապատասխան աշխատանքային պայմաններ անձնակազմերի համար, անպայման կառուցել այս կենտրոններից։ Սա մշակույթի տնտեսականացման քաղաքականության հերթական քայլերից է։ Արգելոց թանգարանները հնարավորություն կունենան ավելի շատ միջոցներ ներգրավել ու եկամուտներն ուղղել իրենց կարիքների լուծմանը։ Հիմա շուրջ 1.7 միլիարդ դրամի գումար է հատկացվում պետական բյուջեից հուշարձանների վերականգնման համար, որը որ աննախադեպ է եւ մենք երբևիցե չենք ունեցել նման ծավալի աշխատանքներ հուշարձանների տարածքներում։ Եվ միանշանակ բոլոր վճարողները, տոմս գնողները պետք է ամեն այդ տոմսը գնելուց հասկանան, որ դրանք վճարում են մեր ժառանգության պահպանման համար։ Բջնիի ամրոցը տարեկան միջինում 15000 այցելու ունի։ Անցած տարի ավարտել են նաև Բերդ հասցնող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Հիմա այստեղ սպասում են ոչ միայն ավելի շատ զբոսաշրջիկների, այլև ավելի երկար մնացող հյուրերի։ Եվ հանգստյան գոտիներն են ավելանում եւ արդեն հյուրատներ, մարդիկ նույնիսկ իրենց տները վերաձևավորում են հյուրատներ դարձնելու համար, այսինքն կողքից եկամուտներ ստանալու համար։ Արգելոցի թիմը վերջերս է համալրվել, հիմա արդեն նաև զբոսավար ունեն անգլերենին, ռուսերենին տիրապետող։ Առաջին փորձը եղավ հենց մայիսի 9-ին։ Դե արդեն նրանից հետո դպրոցի անձնակազմի եկան, հետո դե արդեն ուսանողներ ու դեռ ընթացքի մեջ է։ Անին հենց Բջնիից է, 7 տարի Երևանում սովորելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ, հայ ու արտասահմանցի զբոսաշրջիկներին պատմելու Բջնիի բազմադարյա պատմությունը։ Առաջինին մտածում եմ, եթե կարող եմ օգնել առաջինը օգտակար լինել իմ գյուղին, ինչու չլինել։ Այստեղ մեծացել եմ, բոլորին ճանաչում, իրենց հետ աշխատելն ինձ ավելի հետաքրքիր ու հաճելի է։ Պահլավունիների պալատական սենյակ, Սուրբ Խաչ եկեղեցու ավերակներ, հացահատկի ամբար ու մինչև օրս պահպանված գաղտնուղի։ Երիտասարդ զբոսավարի համար սա պարզապես աշխատանք չէ, այլ հայրենի գյուղը նորովի բացահայտելու նոր հնարավորություն։ Ընդամենը 1 սարքավորում, 3 աշխատակից ու փոքրիկ վարձակալված տարածք։ Edgar Partners հայկական տպագրական ընկերության պատմությունն այսպես սկսվեց 15 տարի առաջ։ Այսօր արդեն ընդարձակ սեփական արտադրամաս ունեն, տասնյակ աշխատակիցներ, գերճշգրիտ սարքավորումներ։ Զարգացման ճանապարհին կարևոր դեր են ունեցել նաև պետական աջակցության ծրագրերը, հումքի ներմուծման մաքսային արտոնություններից մինչև լիզինգային գործիքներ։ Արդյունքում Հայաստանում արտադրվածն այսօր ոչ միայն այլընտրանք է ներմուծվածին, այլև կան միջազգային շուկաներ տանող հավակնություններ։ Ժամանակակից գույքային հնարավորություններով հագեցած արտադրության տեսանելի անկյունում հին սերնդի ընդամենը 2 գույնով աշխատող սարքավորման նկարն է, որից սկսեց տպագրական մի մեծ պատմություն արդեն 15 տարվա ընթացքով։ Մեկ տպագրական սարքավորում 3 աշխատող 200 քառակուսի մետր տարածքում վարձակալած։ Այսօր կարող ենք փաստել, որ ունենք 40-ից ավել աշխատող,
ունենք մոտ 5000 քառակուսի մետր արտադրական տարածք եւ արդեն սեփական եւ բազմատեսակ գերճշգրիտ սարքավորումներ, թե տպագրական, հետտպագրական։ Առաջին 5 տարին հիմնականում կորպորատիվ հաճախորդների հետ են աշխատել, պատվերներ ընդունել բանկերից, միջազգային կազմակերպություններից, 1 տասնամյակի արդեն ամենատարբեր ոլորտների հետ են գործակցում, կլինեն դեղագործական, շոկոլադագործական ընկերություններ, ծխախոտի արտադրություն։ 18 թվականից սկսած մինչ օրս մեր գնագոյացումը, մեր առաջարկները պարբերաբար համեմատվում են արտերկրի խոշորագույն տպարանների կողմից տրամադրվող գների հետ եւ մենք մրցակցում ենք նրանց հետ։ Կարողանում ենք նույն որակի արտադրանք ապահովել եւ մրցունակ գներով։ Հրաժարվել դրսի ընկերություններին տպագրական ծառայություններ պատվիրել եւ իրենց արտադրանքի փաթեթավորումը տեղական ընկերությանը վստահել շատ բիզնեսներ համաձայնեցին ծանոթանալով հայկական արտադրության կարողություններին տպագրական process-ների կատարելագործման ուղղված ներդրումների ծավալին։ Գնային առաջարկներով էլ մրցունակ լինել ընկերությանը հաջողվեց շնորհիվ նրա, որ ներդրումների դիմաց կառավարությունը արտոնություն տվեց հումքերը ներկրել առանց մաքսատուրքի։ Չինաստան, Հնդկաստան, Ֆինլանդիա, եվրոպական երկրներ տպագրության համար անհրաժեշտ գրեթե բոլոր նյութերը ձեռք են բերվում երրորդ երկրներից։ 18-20 թվականների համար դիմեցինք 450 միլիոն դրամի չափով նյութերի ներմուծման արտոնություն ստանալու համար եւ միաժամանակ պարտավորվեցինք եւ կատարեցինք մոտ 400 միլիոն դրամի ներդրում հիմնական միջոցների մասով։ Պետության աջակցության խթանի հաշվին մեզ հաջողվեց մեր գործընկերների հետ գալ վերջնական համաձայնության եւ իրենց անհրաժեշտ բոլոր տուփերը արտադրել Հայաստանում եւ մատակարարել տեղում։ Տեղական խոշոր ընկերությունների հետ գործակցության արդյունքում ընկերությունը մոտ 60%-ով մեծացրեց շրջանառությունը, հասցնելով տարեկան շուրջ 950 միլիոն դրամի։ Վերջին 4 տարում պետական աջակցության մեկ այլ լիզինգի ծրագրով էլ մոտ 40%-ով ընդլայնել են սարքավորումների պարկը, ավտոմատացման հնարավորությունները մեծացնելուց բացի նաև տպագրական process-ները դիվերսիֆիկացրել։ Նոր ռուլոնային տպագրության արտադրամասի գործարկումը նոր գործընկերների թիմ ձևավորեց նաև ռեստորանային, արագ սննդի սպասարկման ոլորտներից։ Տեղական շուկայում հաջողության ընթացիկ տեմպը պահելով զարգացման նոր ուղղություն են նախորդ տարվանից թիրախային դարձրել, առաջընթացին նոր կարգախոս ընտրել։ Եթե առաջի դեպքում մենք սահմանել ենք արտադրենք Հայաստանում, այժմ մենք ասում ենք արտահանենք Հայաստանից, որ ունենք շատ շոշափելի արդյունք, որտեղ մեզ հաջողվել է Ռուսաստանում շատ մեծ շոկոլադ արտադրող Սլատկի Արեշիկ կազմակերպության հետ կնքել պայմանագիր եւ 25 թվականի հունվարից սկսած մոտ 9 միլիոն տուփ ենք արտահանել։ Հերթական ներդրումներն արդեն արտահանմանը միտված նախաձեռնել են 2025-ին։ Կառավարությունը եռամյա ժամանակահատվածում արտոնել է առանց մաքսատուրքի ներկրել արդեն 2.2 միլիարդ դրամի հումք։ Աջակցությունը գնահատվում է մոտ 130 միլիոն դրամ։ Նպատակում է արտահանման նոր շուկաներ գտնել, բանակցությունների մեջ են անգամ եվրոպական ընկերությունների հետ։ Դուք դիտում եք հրապարակումը, շնորհակալություն ուշադրության համար։ Մեր բոլոր հաղորդումները հասանելի են նաև YouTube-ում, ARM Gov-ում։ Իսկ մեր եթերային հաջորդ հանդիպումը մեկ շաբաթից։